Սարի պես Գյումրու թիկունքին կարգախոսով է քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը մասնակցում ավագանու արտահերթ ընտրությանը։ Մեր Սարիկը վանկարկումներով համախոհների ու կուսակիցների հետ շրջում է Գյումրիում, նախընտրական բուկլետներ բաժանում, ներկայացնում ծրագրերը։ Մեր Սարիկը դա ծնվել է պրայմերիզի օրերի ընթացքում։ Ես Սամվել Մինասյանի Սարիկն եմ, իմ Սամվել Մինասյանը հայրս է, իսկ մեր Սարիկը դա հավաքական այսպիսի կերպարն է։ Ծնվելով Սարիկ Մինասյանին կունենանք անվճար մանկապարտեզներ։ Ասֆալտապատում, լուսավորություն, տրանսպորտ, կոյուղի, տնակային ավաններ։ Հանդիպումների ընթացքում գյումրեցիները թեկնածուին ներկայացնում են խնդիրները։ Սարիկ Մինասյանը խոստանում է մեծամասնության վստահության քվեն ստանալուց հետո կառավարության աջակցությամբ հերթով լուծել բոլոր խնդիրները։ Նախագծերը արդեն կա։ Կմնա շինարարի մրցույթները արդեն փաթեթները սարքենք Այսքանի օրը կհայտարարենք մրցույթը առանց մեծ գումարների ներդրման, առանց կառավարության փող տալու լենագանի 4 միլիարդ բյուջեով հեշտան չենք կրնայել։ Պայմանավորվածություն ձեռք բերենք տարածքային կառավարման նախարարի հետ, Խուդայցյանի հետ, պոլիգոնները երկար փողոցի մեր բյուջեով չենք կրնայել։ ՔՊ թեկնածուն գյումրեցիներին կոչ է անում մարտի 30-ին անպայման մասնակցել ընտրությանը ու քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Մարդկանց նաև պետք է բացատրենք, որ իրենց յուրաքանչյուր քվեից է կախված մեր համայնքի բնակիչների, գյումրեցիների եւ գյումրեցիների երեխաների ապագան, թե ինչպիսի քաղաք ունենանք այս առաջիկա 5 տարիների ընթացքում։ Եվ իմ համար շատ կարևոր, քանի որ հենց իմ առաջադրվելու առաջի այսպես ասած գրավականը այն է եղել, որ հասկացել եմ պետք է անտարբեր չմնամ իմ քաղաքի ճակատագրին եւ որոշել եմ առաջադրվել։ Այդ իսկ պատճառով ես իմ օրինակով մեր համախաղացիներին հորդորում եմ, խնդրում եմ, որպեսզի անտարբեր չմնան եւ անպայման մասնակցեն ընտրություններին։ Գյումրու գիտակից բնակիչների 90%-ը մեր ընտրազանգվածն է, ովքեր մտահոգ են իրենց երեխաների ապագայով, ովքեր մտահոգ են իրենց քաղաքի խաղաղությամբ, հանգստությամբ, համերաշխությամբ, բոլոր այդ բնակիչները մեր համախոհներն են։ Մինասյանի գնահատմամբ ընդդիմադիրների մեղադրանքները, թե իշխանության օգտին քվե ստանալու համար վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր ու ճնշումներ կան, իրականությանը չի համապատասխանում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։